Միշտ մենք ստաբիլ ուժումներն անցկացնում ենք, որպեսզի ծառը չհիվանդանա։ Նշանիները երբ հետել կամ պարարտացնել այգեգործության դաս է հենց դաշտում։ Երիտասարդները Ագրարային քոլեջի սաներն են։ Պտղատու ծառերի վերաբերյալ լսարանում ստացած գիտելիքն իրենց աչքով տեսնում, սեփական փորձով ամրապնդում են աշխատանքի վրա հիմնված կրթության դուալ ծրագրով։ Իրենք արդեն իրենց դուալի պրակտիկան են իրականացնում, իրենց հետ նախապես կնքվում է պայմանագիր եւ այդ պայմանագրի հիման վրա իրենք այստեղ ունեն հրահանգիչը աշխատում է իրենց հետ եւ երեխաները կարողանում են նաեւ հավելյալ ուսուցման ժամանակ եկամուտ ունենալ։ Մեկ շաբաթ է ինչ Վանանտ Ագրոյի խոշոր այս այգում ծանոթանում են ինտենսիվ գյուղատնտեսության նորույթներին, օգնում ծառ տնկել։ Շատ տարբեր է ավանդական իրենց ծնողների մշակած այգուց ոգևորված են խմբի հատկապես տղաները։ Ծառատունքն է շատ հետաքրքիր իմ համար ու ծառերի խնամքը, ոռոգումը ինչպես է կատարվում։ Այգեգործ մասնագիտացման համար միջին մասնագիտական օղակի ուսանողից աշխատաշուկայում պահանջված պատրաստի կադր ստացող կրթական այս մեխանիզմը Ագրարայինի քոլեջում եւ Էջմիածնի պետական արհեստագործական ուսումնարանում ներդրվել է Մավետա ծրագրի շնորհիվ։ Դուալ կրթական ծրագիրը իրենց ենթադրում է 3 բաղադրիչ՝ գործնական ուսուցում, տեսական ուսուցում եւ գուկ, այսինքն գործատուի մոտ ուսուցում, ինչ որ հիմա այս պայն դուք տեսնում եք։ Մեր երեխեքն են, որոնք որ ծառատունկ են անում։ Դուալի առավելությունն այն է, որ մկու շրջանավարտը պրակտիկ այնպիսի հմտություններով է աշխատաշուկա մտնում, լրացուցիչ վերապատրաստման կարիք էլ չի զգացվում։ Դա ձեռնտու է ինչպես իրենց երիտասարդներին, այնպես էլ գործատուներին ու պետությանը։ Դուալ համակարգի ամբողջական աշխատանքի համար մինչև տարեվերջ կձևավորեն պահանջվող կառույցներն ու փորձարարական արդյունքից կախված կընդլայնեն մասնագիտությունների ցանկը, ներկայացնում է կրթության փոխնախարարը։ Արդեն 27 մասնագիտություններով, շուրջ 20 ուսումնական հաստատություններում իրականացվում է դուալ կրթությամբ տարբեր մասնագիտություններով կրթական ծրագրեր, ինչպես գյուղատնտեսության ոլորտում, սպասարկման ոլորտի, խոհարարություն, տարբեր փոխություններով իրականացնում ենք, ինչի արդյունքում ունեն մենք առավել որակյալ կադրեր եւ ինչի արդյունքում աշխատաշուկայի կարիքներին եւ պահանջներին բավարարող մասնագետներ ենք թողարկում։ Քոլեջի ուսանողների հետ Վանանդի նշի այգիներ են եկել նաև Գրիբայեդովի դպրոցականները։ Փոխտնօրենը 9-րդցիների համար մասնագիտական կողմնորոշման դաս է անցկացնում։ Բոլորը գնում են ծրագրավորման ուղղությամբ, իրավագիտության, իրավաբանության ուղղությամբ, բայց շատ կարևոր է նաև այս մասնագիտությունները, օրինակ այգեգործությունը։ Իդեալական խնամված այգին տեսնելուց բերքի մասին լսելուց հետո աշակերտներից ոմանք որոշեցին յուղում են ապրում, այգեգործից լավ մասնագիտություն հազիվ թե գտնեն։ Լիքը մարդիկ ինձ խորհուրդ են տվել, բայց մինչև չեկա տեսա, չէի կարող, չէի ուզում եմ վաղ, բայց որ եկա տեսա, լավ գործ է, ուզում եմ այս մասնագիտությունը ընտրել։ Ծրագրի նպատակը ոչ թե պատահական, այլ մտածված մասնագիտություն ընտրած որակյալ կադրերով աշխատաշուկայի պահանջարկը լրացնելն է։ Սովորեք ինչ տեսնում եք, հաստատ չեք փոշմանի, խորհուրդ է տալիս պարապմունքների Վանանդի հրահանգիչը։ Հնարավորություն է տալիս տեսական գիտելիք երեխեքի ամրապնդենք գործնական գիտելիքներով, գործնականում անեն այն, ինչը որ սովորում են քոլեջում։ Եվ 0-ից սկսելով այն ամենափոքր գործից, որը որ բահով պետքա ծառը տնկեն ու անցնեն հիմնական մշակությանը բոլոր process-ներին մասնակցելով, իրենք կդառնան լավ մասնագետներ հետագայում։ Լավ կադրին ագարակատերերը ձեռքից ձեռք են խլում, ասում են։ Ինտենսիվ գյուղատնտեսությունը Հայաստանում թափ է հավաքում, հմուտ այգեգործների կարիք շատ կա։ Հերմինե Բաղդասարյան, Հայկուշ Ասլանյան, Աննա Զախարյան եւ Հայկ Պետրոսյան լուրեր։